Էդ իմ տառականն է, շատ լուսավոր խավարասեր է, խելքի կտոր է։ Էն բանն է, գասպազին դրուզն է։ Երկու անգամ շտովից եկակ դե չեմպիոն է դառը։ Կոնչինչ ջրիկն ես։ Լսի, դու ինձ խոսք էիր տվել, որ զմփոնայրումից հետո կտանես Երևան պարկ, որ բումերանք նստեն։ Ում առոժնի անպայման։ Վայ մաման ծաղկաման։ Յա, կյանքս, ես էլ քեզ վաղն էի սպասում, էսի ճանակնկալ արեցիր, սիրտ, արի, ես էլ քեզ անակնկալ ունեմ, դու կգժվես, մենակ թե իմանաս ինչ եմ քո համար պատրաստել, հեսա գնանք զալ, հետո զալով կգնանք ննջասենյակ, դու արի կյանքս, մի հատ արի, տես թե քո սիրտիկը ինչա պատրաստել քո համար, Սրին, Կարաս չտանջվես, գնաց, տան վարձուր առաքել, տանվարձը մի շաբաթից վայրեջ կկատարի քո հաշվի վրա։ Եթե մի շաբաթից տան վարձը չեղավ, դու քո վեշերով հանդերձ, վայրեջ քեզ կատարելու պատուհանից մեր հարևան Անդոյի գազելի վրա։ Մարգարիտա ջան, ես քեզ այսքան ժամանակ խաբել եմ։ Դու այսքան ժամանակ մենակ ինձ խաբել ես, բայց ես քեզ տանից դուրս չարեցի, չնայած որ ուզողները շատ էին, 3 ծրագրավորող եւ նույնիսկ 1 ռուս ստրիպտիզյորշա։ Այ ցավը տանեմ, այդ ծրագրավորողները այսօր կան, վաղը չկան։ Իսկ այդ ռուս ստրիպտիզյորշան գալու է քո տան սաղ ջրի տրուբեկը վարի տա։ Առաքել, քեզ կին է հարկավոր, նորմալ ընտանիքից, որ խելքդ գլուխդ հավաքես։ Սա ինչ է։ Այդ հարցը արդեն լուծել է հոպարը։ Տամբորը դե՞։ Saliste de mi vida abandonando el juego como quien no quiere ya. Y yo mantuve la cordura pues no puedo mi hombría traicionar. Yo sé que sientes todavía el fuego con que te solía quemar. Y que no sabes que hay amores en la vida que no se pueden borrar. Yo sigo amándote y mi felicidad se fue como un avión y sin mirar atrás. Sigo adorándote, pero ¿qué más te da? Si ya tú te has marchado para no regresar. Դարձել շատ երևից բան մարդ չմտնի։ Իմանայի սենց լավ ես պարում, կեզ պարի պետականում ման կգայի։ Կոնչ, դու պաստոր են, որ մարդկանցից փողերը վերցնում ես հետ չես տալիս, գնում ես կեզ լավ շորեր ես արնում։ Ես որ բրենդ նա։ Այս Լենդելսոնի վերջին հավաքածուն է։ Եթե պարտքերից մի քիչ ակ չթվեցին, ես ամել քո վերջի հավաքածուն կլինի։ Ինչ ես վերում հետ բացել, հորա։ Հողերը երբ ես տալում։ Վազրա ջան, սաղ կփակվեմ, այն աղջկայդ որ պարում էին,
Լիկյոր Շահենի աղջիկն է։ Հեսա հետը պսակվում եմ, դզվեմ։ Հաստատ։ Այդ ուրիշ բան։ Այդ փաստը հենց նուրք ու կյանքը մի քիչ երկարացրեց։ Բայց ես այդքան չեմ սպասել, մինչև դու ամուսնանաս, մինչև Լիկյորը քեզ լավ գործի դնի։ Այդքան չես էլ սպասելու, Վազրոտ ջան։ Հենց հարսանեկի կանխը վճարը եղավ, այդտեղից գահանեմ կտամ։ 4 օր ժամանակ ունես։ Հարսանեկի փողից չտվեց իրեն փողը, թաղմանը փողից եմ վերցնելու։ Ես մուք կոստյումը բորդո դագաղի հետ լավ կսացի։ Ախպերս։ Լուսոկ, այսօր գալու են կարաոկեն նայեն, որ չերևա կլեն չունենք, մի քանի հոգու ասել եմ իշտեն ընդեղ։ Մի քանի հոգու էլ դու ճարի լցնենք, էլի։ Ես հենց հիմա գալիս եմ այդտեղ։ Այսինքն առաքել։ Էս գնում ես։ Չէ, կյանքս։ Ուղղակի ես բարը ստերից է սկսում։ Yo la vi y a mí me gustó con su forma de andar. Esa chica es algo especial. Ժողովուրդ, Գոնչը հեսա հասնում է, ինքը կգա ձեզ ամեն ինչ կբացատրի։ Ladies and ախպերություն, անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Մի կես ժամվա գործ է։ Մոսկվայից լոխ է եկել է կարաոկեն առնի, որպեսզի կարաոկեն չերևա, որ դատար կա։ Նստեք, խոսացեք, շփվեք, խմեք, իբր այս բարի հաճախորդներն եք։ Ամեն մեկը մի կերպար բռնեք, նստեք։ Փշատ, դու Ռուսաստանից եկած հայ ես։ Մի հատ իրան բարսետ կա դուր։ Ну чё, как сам, братан։ Ռուսաստանից եկել ես Յանի հանգստան ես, բայց սաղս էլ ջոգում եք, որ մոբիլիզացիայից ես թռը։ Լյովիկ։ Այդ իշնիկ ես, ցերեկները կասկադի կաֆեներում անկապ գլուխ ես հարթուկում, իրիկուններն էստեղ ես լրվստում էլ։ Այս ինչ մոմենտ է։ Դե մենք էլ իբր ծնունդ ենք նշում։ Թույն։ Կերսո ջան, դու էլ տաթոյի խփի վրեդ, արի բարի մոտ նստեք Յանի ինգերուի տա էլի։ Ժաննա ջան, դե ձեր երկերն էլ անպակաս։ Ժողովուրդ ջան, մնացածդ էլ ըստ ճաշակի։ Տժացեք, քեֆ արեք, այսօր ամեն ինչը զաշա զավիձենյա։ Հավայցեք, գնացեք, աշկուշ։ Ես աղիգեմ տակիմ շողնես դու։ Լուսոկ ջանից 100 գրամ Ջոնի Ուոքեր, սևը։ Ինձ մի այրի։ Սա թաղապետարան գործ ունեմ։ Ահա կպտես հետս թաղապետարան կյանքս։ Ձերդ քաշի։ Ինձ ասել են Յանի դու իմ ընկերուհին ես։ Ես խանձորի սոկա։ Թե չէ դու ես աղկյանքը Ջոնի Ուոքեր ես խմել։ Սևը։ Ո՞ց։ Ինձ ասել են գամ ստեղ ձրի կայֆը տնեմ։ Էլի եղի, քեզ ով բան ասում, խնձորի սոկը ջրիա։ Կարող է ոզնեմ, պետք է խանձորի սոկով կայֆը տնեմ։ Ուստը խելոք նստես գալիս։ Ես էլ մեր կարաոկեն, գլուխ գովը չլինի, բայց մի այլ կարգի կմփցնում է։ Ամեն օր այս էս ծփում է, ծփում։ Մարդիկ գալիս այստեղ տշում են, իրաց առիթներն են նշում։ Խնդրեմ, ես ու կարուսիկի ծնունդ։ Мои поздравления. Բայց ինչքան գիտեմ հարկայինին задолженность կա, да? Չէ, ընդհանրապես խնդիր չի։ Մինչև արկու վաճառքի պայմանագիրը կնքել է, ես այդ սաղ կփակեմ։ Բայց ինչքան գիտեմ տարածքի տիրոջն էլ задолженность долги կա, да? Դու տարածքի տիրոջ արկերն է կփակեմ։ Բա եթե ծփում է, ինչու եք այդքան դոլգեր կուտակել։ Это Մարմարա։ Հա, Մարմարա, Հարավ Կովկասյան Մարմարա։ Արա գոնշան մերակ վիսկի դե խանձորի սոկ խմելով։ Չեկավ այդ Մոսկվայի լոխը կարաոկեն նաղդես վրեն։ Хочу заметить, что это не мрамор, а МДФ. Իսկ լոխը արդեն գնում է։ Դրլավելի գրսո։ Մենք դե գործ ունի թաղապետարան։ Մամա թաղապետարանը։ Որ նրան կարճ նկարագրեմ։ Մայրը նահանգներում դայակ է աշխատում։ Գումար է ուղարկում, որ ապրի։
Ինքն էլ բնակարանը վաճառել է, ծախսել, վարձով է ապրում։ Դրա հետ միասին անհավանական աստիճանի պոռոտախոս է, ահավոր անպատասխանատու, ինչի հետևանքով բնականաբար կուտակել է մեծ պարտքեր։ Իսկ նրա ամենագլխավոր թերությունը անուղղելի ստախոս է, եւ ինչպես տեսնում եք, շատակեր։ Իդեալական candidate է։ Եվ ինչպես հասկացա, դասարանցիներ եք։ Ցավոք սրտի այո։ Դասարանում նրա ածականը նիկնեյմը Ֆուֆլամիցին էր։ Ինչ։ Ֆուֆլամիցին։ Fabulous։ Հրաշալի է։ Վաղ առավոտ կանչենք թողկա։ Куда вы меня везете, гребаные ублюдки? Не пытайте меня, я вам ничего не скажу. Ոնչ մի հատ լրջացի, հա։ Հիմա մենք մասնակցում ենք գաղտնիացված օպերացիայի։ Լավ, էլիցատ, ինչ գաղտնիացված օպերացիա։ Կարողա չեք ջոգում որտեղ եք։ Թումանյան ամբողջ խաչմերուկի վրա ենք։ Մենակ ստեղ է 32 վայրկյան կարմիրը բամ։ Թեքվեցինք Թումանյան։ Շարմի հոտն էլ եկավ։ Ախպերս ինձ մի հատ խոզի շարմա մեծից էլի։ Սոխը շատ կծունքիչ։ Ծաջան մի հատ կարծես մեր ախպերը թանկը խմի թե չէ։ Եթե բանզուսեմ, բալս, ներոնային ցանցը մաթեմատիկական ալգորիթմ է։ Ինչպես նաև այդ ալգորիթմի ծրագրային եւ սարքային մարմնավորումը, որը կգրգնի կենթանի օրգանիզմի նյարդային կոչիչներու աշխատանքի սկզբունքները։ Իսկ մաթեմատիկական մոդելը իրականության մեջ մաթեմատիկական պատկերացումն է, ներկայացված որպես համագարկ։ Ապերես մարդը ձեր էտա։ Որոնց ուսումնասիրությունը գարդոնի մեզի Մի րոպե, ավելի պարզ լեզվով ասեմ։ Այս մարդու ղեկավարության տակ մենք ստեղծել ենք աշխարհում աննալեկ չունեցող կին ռոբոտին։ Ռոբոտը էքու ворց ունի։ Բա իհարկե, լինում են նաև 3-րդ, 4-րդ, 5-րդ սերի ռոբոտներ։ Հայրիկ ջան ինչ էր ասում։ Դեսեմ, որ աննախատեմ նվաճում է այս ամբողջ աշխարհի մագարտակով։ Հասկացա։ Ուզում եք ձեր նվաճումը մեր կարաոկեում նշեք, պրոբլեմ չկա։ Հեսա մի հատ նես փարթան փարթի սարքեմ, ուշքներդ գնա։ Վիչերինկա ու գոնչը դոմը։ Սեղաններով տեկիլայի շոթերից մի հատ պոեզ կսարքենք, կողնել աղի անապատ, կխմեք ու դեմքով կչրպվեք այդ աղի մեջ։ Ձյադ։ Հալուսոկ։ Խլացուցիչներ ունի, որ կամոր նիշեմ։ Վաճառքի հայտարարությունը պետք է իրաց կայքին ուղարկել։ Հեսա ես քեզ իմ հեռախոսից մեյլ կանեմ։ Ոնց։ Դու ինտերնետ էլ ունես։ Это Fibasel детка։ Լավ։ Ուրեմն լսի։ Կրկնում եմ։ Մենք մեր լաբորատորիայում ստեղծել ենք աշխարհում անալոգ չունեցող կին ռոբոտին։ Ու եթե փորձարկումը բարեհաջող անցավ, այս ռոբոտները կարող են փոխարինել մարդկանց տարբեր ոլորտներում, հիվանդանոցներում, սոցիալական, անվտանգության ծառայություններում, բայց դրա համար նա պետք է ձեռք բերի մարդկային հատկություններ, էմոցիաներ։ Հատուկ այդ նպատակի համար մեր գիտական անձնակազմը ստեղծել է սինթետիկ հորմոններ, որոնք կօգնեն Ռոզալիին ձեռք բերել այդ մարդկային էմոցիաները։ Այդ շատ լավ է, ինձ ինչ եք ուզում։ Առանձնապես ոչինչ։ Դու փորձարկման փուլի ընթացքում պետք է մոտ 1 ամիս ապրես մեր Ռոզալիի հետ։ Շատ կայֆավատ է կլնում։ Չհասկացա։ Գսեմ կայֆավատ գերնիկ։ Հասկացա։ Գոնչ, հաշվի առնելով այս բոլոր մարդկանց ժամավարձերը, դա շատ թանկ կայֆավատ կլիներ։ Սա գործնական խոսակցություն է։ Մենք հո պատասխանն ենք սպասում։ Համաձայն եմ, ուր է այդ անդրոիդը, ես ուզում եմ նրան ներբեռնեմ։
Robotic system with artificial linked intelligence. Ռոզալի։ Մենք իրան տենց ենք անվանում։ Առաջին կիբերնեյրոբիոլոգիական օրգանիզմ։ Բարև։ Մաման կիբերնեյրոբիոլոգիական։ Համաձայնի, որ լավն է մեր փերին։ Ուզում ես ասես, այս ոչ մի բանով չի տարբերվելու իսկական կնոջից։ Չէ, ավելին, ան բոլոր առումներով պիտի կերազանցե իրական կնոջը։ Անոր հիմքին մեջ կա հուրի արհեստական հանրականությունը, որ ամեն վարյան ուսուցումը ստանալով պիտի դառնա ավելի կատարյալ։ Ոնց որ ասում հորի արհեստական բանականությունով փերի էլի։ Չէ։ Գոնչ համաձայն ես փորձարկմանը։ Ապա իսկ ես զարուսնիկի հետնա գալի թե պիտի առանձին առնեմ։ Ամենակարևորը չասեցի։ Դու փորձարկման փուլի համար վարձատրվելու ես։ Ինչքան էր հոնորարը։ 20 միլիոն դրամ առանց հարկերի։ Այսինքն Այդ գումարով դու կրնակցես բոլոր պարտքերը փակել։ Պարքերս փագեմ տակից բան չմնա։ Այսինքն մի ամիս ալումի զմփոնեմ ձրի մեջ էլի։ Եկասար, ադիգա շատ մեծ դրամ է։ Այդ գումարը ուրդեղ են միտի հայթայթեք։ Ասեմ ուրդեղ են։ Մի ամսից այստեղ են ամուսնանում են լիկյոր շահերի աղջկա հետ։ Ու իրա փողերով ամբողջ կյանքում կայֆավատա լինելու։ Դենց որ իմ մասին մի մտածեք։ Ես այդ չալաղաջ ամուսնությունը չեմ փոխի կակոյնի բուց 20 միլիոնի համար։ Այդ սքոսրայի տղերքին ասա թող գանից տանեն։ Ու աչքերս էլ պետք չի կապեն։ Ես գիտեմ, որ նորքում ենք, սով կոնստրակտի շենքում։ Իրավի փուշտավիցին։ Լավ, եկեք հաջորդ թեկնածուն քննարկենք։ Պարոն Մարաշլյան, եկեք չշտապենք։ Առաքել Գոնեցյանը մագնիսի նման իր վրա ձգում է փորձանքներն ու արկածները։ Իսկ սինթետիկ հորմոնները լավագույնս կսինթեզվեն միայն այդ պայմաններում։ Եկեք սպասենք։ Ես վստահ եմ, ինքը դեռ հետ է վերադառնալու։ Մարդիկ կենթանիների նման են։ Մարդկա գիշատիչը, մարդել կա խոտակերը։ Այն որ խոտակերը, դրա հարցը հեշտ է։ Կերը ոտերի տակ է։ Իսկ այն որ գիշատիչը, դա արդեն լուրջ է։ Մինչև մի 2 կիլո միսավիս դնում, հոգին դուրս է գալիս։ Հիմա դու ո՞ր տեսակին ես պատկանում։ Ես գիբրիդ եմ։ Հիմնականում գիշատի չեմ, բայց մեկ-մեկ որից ջայլամի տեղ եմ դնում, դառնում խոտակեր։ Դու շատ տակեր խոտակեր ես։ Ոչով ջայլամ ես։ Դու նապաստակ ես։ Են նապերից էլի, են անիկդոտի մեջ է, որ ամեն տեղից կարողանում են դուրս գալ։ Աղջիկս քեզ հենց քո հումորի համար էլ երևի հավանում է։ Բայց իմ դուրը հեշտ չէր գալիս, որ դուք ընկերություն էիք անում։ Երեքին ասել էի, որ քեզ մի թեթև լախտեմ։ Բայց դե Միլոշից չթողեց։ Ասաց, ապա ջան, մենք իրար սիրում ենք։ Դե սիրում եք, ամուսնացեք։ Բայց դու կձգես այդ հարսանիքը։ Դե նայած ինչ հարսանիք։ Չեղը, իմ աղջկա հարսանիքը նայած չի կարա։ Իմ աղջկա հարսանիքը պիտի չտեսնված է։ Դե Շահեն Աղվանովիչ, մենք արդեն ամեն ինչ մտածել ենք, քննարկել ենք։ Հենց հարսանիք ենք անելու, որ մի տարի բոլորը այդ հարսանիքից խոսան։ Հենց հարսանիքի փողը տրամադրվի։ Ստոպ։ Դուք դրա հետ ոչ մի գործ չունեք, դրանով մասնագետները կզբաղվեն։ Դու երկու կարևոր բան ունես անելու։ Առաջինը սիմվոլիկ մասնակցություն հարսանիքին, ասենք հարսի շորի տեսքով, կձգես։ Լավ է, ու երկրորդը լինես անդավաճան ամուսին Միլոշիս համար, ու Աստված չանի Միլոշիս նեղացնես։ Ծած եթե այդ միսալոմինի պահով առաջարկը ուժի մեջ է, ես համաձայն եմ, բայց կոմպլեկտացիան իմ ուզածով պիտի լինի ու փողը դեմից։ Փողի կեսը դեմից, մյուս կեսը փորձարկման փուլի ավարտի։ Ապերնայ ուզում եմ մազերը սենց բաց լինի, աչքերները սենց բաց կանաչ աչքեր, ձեռին տատուլնի, մեկ էլ բանը անվտանգության բարձիկները նայի շատ մեծ չլինի։ Բայց բագաժնիկը կարանես մեծոտ լինի, բայց ադեկվատի մեջ։ Սիգնալները մեծ լավ ձեն կտնեք հաջելի սլավոնական երանգներով։ Լավ, ուրիշ։ Այսքանն է շուտ կլինի։ Հենց որ լինի կասը։ Գոնչ էլեկտրականը վերցրու,
Բենզինով ավտոն արնախ։ Այս էլեկտրականն է վերցնում եմ աղ։ Մորանա հոգ չէ հոգիս, որոշել ես գնա, թե կարող ես սիրտդ, մեր սերը մորանա։ Այս ի՞նչ տեղ է։ Կոնֆիդենցիալության պայմանագիրն է։ Մեր փորձարկման մասին ոչ մեկ չպետք է իմանա։ Այստեղ ստորագրի։ Ու այստեղ։ Էս էլ անվտանգության պայմանագիրն է։ Մեր Ռոզալին բան չպետք է պատահի։ Այստեղ էլ ստորագրի։ Ո պապեր, բա որ հոսանքները տատանվեց տվեց վառեց, ես ի՞նչ մեղավոր եմ։ Ինչ հոսանք։ Ինքը հոսանքի հետ կապ չունի։ Ռոզալին այս վիճակում միլիոններ արժի։ Իսկ եթե նրա նեյրոցանցը սկսեց սինթետիկ հորմոններով աշխատել, խոսքը արդեն տասնյակ միլիոնների մասին է։ Այստեղ ստորագրի։ Մենք տեղեկություններ ունենք, որ պակիստանցիները արդեն հետաքրքրված են իրանով։ Որսա գնում։ Ապեր ասում եմ կարող էլ պակիստանցիներին չսպասենք, մենք ծախենք։ Գցենք լիստեի։ Կոնչ մի հատ լրջացելի։ Եկա։ Կոնչ ուր։ Բարև ձեզ, սա ձեզ։ Կոնչ ես։ Adil ավելի ծած, հազար անգամ ասեց, էլի անվտանգության բարձիկները մի քիչ փոքր արեք, էլի։ Էս ի՞նչ է, օթապարիկների փառատոն այ ախպեր։ Բագաժնիկը։ Էս ի՞նչ է, առաքման ավտոյի բագաժնիկը։ Մազերը զիզի-բիզի, էս ի՞նչ կապուտ հալոգենները։ Էս բայվոյ ռոբոտիկ սարք է։ Կներեք, խմած դալալա։ Տարեք շարավոները փոխեք։ Էս էլ բարոյական փոխհատուցում։ Ընկեր, էս ինքը չէր։ Բասանը։ Գոնչ ես ինչ պահելաձև է։ Ոնց ես չփվում կնոջ հետ։ Ես գիտեի ձեր ռոբոտն է։ Շատ ավելի վատ։ Մեր Ռոզալիի հետ էլ ես պատրաստվում տես խոսես։ Մեր համար ամենակարևորն է, որ դու վերաբերվես նրան որպես լիարժեք մարդու։ Էս ինքն է։ Այս ինքն է։ Ուրեմն լսի։ Հիմա ես քեզ կսովորեցնեմ ոնց իր այդ պետք է շփվես։ Վարելու ֆունկցիան միացրած, հա։ Оставь это мне, детка. Քաղցրահամ համբույրի հետքը շուրթերին նույն թողած հերացար սերը իմ տարան հետը սիրտը իմ սիրուց դողած բավական է մի հպումը որ ես քո գրկում հարվեմ սիրում ախունել եմ սրտումս մի թող կարոտից վարվեմ Пластик, ուսլամիցի։ Երկուսով դու հրոմ ես ես Պարիզը դու հարավն ես ես հյուսիսը համբուր ենք իրար ինչպես երկինք ու ծով երկուսով Անցի, ես էլ իմ բնակարանն է։ Կներես, մի քիչ թափթփված է։ Փոշու կոնցենտրացիան նոթում գերազանցում է թույլատրելի նորման 15 միլիգրամ խորանարդ մետրին։ Նաև օդում կան բորբոսի մասնիկներ և ծանր մետաղներ։ Այդ սատանը մետի փարկա, դու տեսա՞ր ոնց կասկադի ծառերը կդնում։
շուտ չեն ասում։ Ասա որ ձեռքերդ ոսկի են։ Ոչ, իմ ձեռքերը տիտանի եւ բերիլիումի համաձուլվածքից են։ Նրանք կոչվում են TBOV, տիտան բերիլիումային օպերացիոն վերջույթներ։ Բայց հրաշքները ոնց են կոչվում որ։ Սիմուլյատիվ թմբիկներ։ Լսի, ասում եմ կարող է մի հատ Մի հատ էլ ստեյք։ Չէ։ Ոնց որ ասում եմ կարող է մի հատ Յանի Baby if you give it to me I give it to you. I know what you want. You know I got it. Չես երգում։ Ինձ թվաց ուզում ես այս երգը երգենք։ Չէ։ Ոնց ասեմ։ Ուզում եմ ասեմ ոնց որ իմ Ապոլոնը առաջի անգամ վայրեջ կատարի քո լուսնի վրա էլի։ Բայց ամերիկացիները դա արդեն արել են։ Ինչ ամերիկացի։ Նիլ Արմստրոնգը եւ Էդվին Օլդրինը 1969 թվականի հուլիսի 24-ին առաջին անգամ ոտք դրեցին լուսնի վրա։ Էդ չեմ ասում։ Ասում եմ կարող է ոնց որ քո ծիրանները ինձ ուրտը տանի էլի։ Հա, դու նկատի ունես մրգերի շոկային սառեցում, որի ժամանակ ջրի սաղմերի բյուրեղացումը ավելի արագ է տեղի ունենում։ Բայց ես բանի սաղմեր բյուրեղացնեմ արա։ Ալո։ Սա տեսա, փողը կեսը նստել է, ամեն ինչ լավ է, թույն է, բացի մի բանից։ Այդ զմփոնարյունի պահը ոնց է լինելու։ Ինտիմ հարաբերությունները։ Այո, ինտիմագույն հարաբերությունները։ Ինտիմ հարաբերությունների ֆունկցիան իր մոտ դեռ անջատած է։ Ոնց անջատված է։ Կժի տեղեք դրեմ մաման ոնք է բուժարան։ Ինչի՞։ Արա դուք է զարմանա դարան ուղարկել եք մեր տուն, ու այդ ֆունկցիան անջատել եք, այդ նույնն է, ոնց որ մեկին բենվեց ախես, բայց գազի պեդալը հանած լինի։ Այ հենց այդ է ամենամեծ խնդիրը, որ դու վերաբերվում ես նրան որպես առարկայի։ Իսկ մեզ հարկավոր է, որ դու վերաբերվես նրան որպես իսկական կնոջ, իսկական մարդու։ Շփվի հետը, ճանաչի իրան, զարմացրու ու գրավի։ Ախր ես ոնց այդ խուրիին զարմացնեմ։ Այս թամբիկավոր Վիկիպեդիան աշխարհի տակ ինչ կա չկա գիտի։ Դա ուղղակի տեղեկություններ է։ Իսկ կյանքից ինքը ոչ մի բան չի հասկանում։ Ցույց տուր նրան կյանքը իր ամբողջ գեղեցկությամբ ու հրաշքներով։ Միտեղ դուրս եկեք, ծանոթացրու քո շրջապատի հետ։ Հա, իմիջայլոց պայմանագրում տես կետ ունես։ Ապեր հաստատ անջատացա։ Հաստատ գոնջ։ Լավ զանգականի։ Հա կարամելս։ Ոչ, նոր զանգեցին ասացին, որ հարսանեկան զգեստները հասել են սրա։ Վաղը գնանք ընտրենք միասին։ Հա, բա ոնց կյանքս, գնանք անպայման։ Բարի գիշեր գանձուկս։ Բարի գիշեր։ Քնելիս։ Ռեժիմ stand-by։ Թե ինչ ասեմ, բարի stand-by։ Stand-by բարի։ Մարգարիտա ջան, ես էլ կակրած գնում էի բանկոմատից փող անեի, տանվարձը տայի, միանգամից 2 ամսվա։ Մի տեսակ հավատես չի գալիս։ Հավատացեք եւ կտրվի ձեր հավատքի չափով։ Անցեք, այ անցեք։
1000 դրամ։ Արա գոնչո։ 4 օրն անցավ, փողը ուր է։ Ինչքան պետք է հետևից հետ ընկնեն։ Վազրատ ջան, այդ փողը ասել էի, որ թե չի ասել։ Դարդ, հələ կպես ավտոն շուրտուր։ Ախպերս, սավատ տանեմ, իրա պարտքերի համար իմ ավտոն ինչ է շուր տալիս։ Այդ իրա պատկերի համար չի, այդ քո հակացի համար է։ Դու քաղաքի դեմքն ես, 1000 ձևի տուրիստ անստում ես, ինչ ես հակել, արա։ Հենց տպավորությունով ոնց որ Երևանի Երևանի սալուտը վրետ են կրակել, դու չես հասցրել ու խոտել ես։ Ապերես 1000 դրամ ստացի գնա էլի։ Եկել ենք լիքյորի աղջկա համար հարսանեկած գեստ ընտրենք։ Փողն էլ սկսել է գալ, սաղ կփակվեն Վազրատ ջան, ուղղակի բանկոմատ օրական լիմիտ ունի, շատ չեմ կարողանում հանեմ էլի, հեն այսօր 400 000 կարողացա հանեմ, վերցրու։ Այս անգամ գոնե մի քիչ տվեցիր։ Դե չէ դագաղը արդեն պատվիրել է, դարդ հետ եկել էինք չափսերը վերցնել։ Ախպերս։ Արաքել։ Ինչ չափեր։ Ո՞վ է այս մարդը։ Չափեր, հա ինքը իմ կոստյում կարողն է, Միլոշս, իմ շորի դիզայներն է, Յասամանես։ Հաստատ։ Դե ինչու մենք խափենք, ուրի վիճան։ Ես դիզայներն եմ, ինքն էլ մեր ձևավորող։ Քաղաքի լավագույն մասնագետն է ձևելու տեսանկյունից։ Արաքել, բայց դու նոր ինչ որ ուրիշ բան ասացիր։ Վազրատ։ Դե եթե կտորը ավելանում է, վազվրատ ենք անում։ Նորմալ պրակտիկա է։ Ոչ, հարատեմ ձեր կասկածները, կարող եմ օգնել ձեզ ընտրության հարցում։ Եթե իհարկե Արաքելը չի ավարտել։ Դերի մտքիցս տրել էր, մոռացած ես սաունդաստեմ։ Միլոշ, Ռազմիկ, ախպերս։ Շատ հաճելի է։ Ինձ էլ։ Գնանք ներս։ Կոլեգա։ Մի րոպե սպասի։ Այս ինչ գեղեցիկ ծաղկե ֆանջան մտնում լիֆտ։ Այս ինչ կոմպլիմենտներ ես շռայլում Անդրանիկ։ Ինչ կոմպլիմենտ Մարգարիտա ջան, փաստն եմ արձանագրում։ Բաց ինձ գեղեցկության վրա ոնց կարամ իմ մեղուչը նստի։ Աղջիկը մտնելով տղու կյանք, պիտի լուսալուր այդ կյանքը, այս անիմաստ ու անլվա տղամարդկային կյանքը։ Դրա համար մենք պիտի փորձենք ընտրել մի զգեստ, որը լույս է տալիս, բայց մի հատ կարևոր պահ կա։ Вы наш дом проживаете? Да, уже несколько дней. Меня зовут Розали. А я Андо. Можно Антонио? Ես ոնց որ մեղուն ուրիշ ծաղիկ տեսավ, հա։ Այդ լույսը պիտի համահունչ լինի քո աչքերից թափվող լույսի հետ, Միլենա ջան, իսկ քո աչքերի լույսը որտեղից է գալիս։ Որտեղից։ Քո երազանքներից, այսինքն հարսի շորն ընտրելուց, մենք պիտի գնանք դեպի քո երազանքները։ Ալո։ Այս տունս վարձով տվել ես ռուս ստրիպտիզորշային, արանքում էլ որոշել ես փող աշխատել։ Ինչ ռուս ստրիպտիզորշա։ Քեզ մի ամիդի տեղ մի դիր։ Կարոկեն ասում արդի այդ ռուս ստրիպտիզորշան, մանադեց աղջիկ, մի հատ ձողով այդքան փող է աշխատել։ Դու ինձ ձև ես առնում փաստորեն Արաքել։ Լավ, ես հենց հիմա զանգում եմ ոստիկանություն։ Այ Մարգարիտա ջան, ոչ մի տեղ մի զանգ, ես 5 րոպեից այդտեղ եմ։ Արագացրու սպասի։ 1000 ներողություն, Ռազմիկ ջան, այն կտորի փողից 200 000 հետ կտաս, պիտի կոճակներ առնեմ։ Ուղղակի էժան կոճակ է կպել։ Այդ կոճակ ընտրելը շատ դժվար գործ է։ Նայես, չկոճկվես։
Ինքը իմ նշանած տա Մարգարիտա ջան, ես որ տունը վարձով տամ, որտեղ եմ ապրելու։ Բայց ռուսերեն շատ լավ էր խոսում։ Սլավյանսկին է ավարտել, մուգ կարմիր դիպլոմով։ Լսի, բա որ նշանածը տա, ո՞նց եք միասին ապրում արդեն։ Բա որ այսքան ասում են Եվրոպա ենք մտնում, ինչի համար են ասում, բա չապրենք իրար հետ, իրար չճանաչենք։ Տեսել տան վարձը, մի ամսվա, բանկում մոտ ասես փողը պրծավ, վաղ արի։ Ածար։ Ոչ ժամանակն է արդեն Ռոզալիի հետ ինչ-որ միտեղ դուրս գաս։ Ծանոթացնես որևէ մեկի հետ։ Մեզ հարկավոր է հասկանալ նրա շփումը այլ մարդկանց հետ։ Կանեմ ծատ, այսօր դուրս կգամ։ Լսիլ են, կրիպտո արտակին հիշում ես։ Ասեմ կարող է այսօր իր այդ միտեղ նստել։ Հա, ված տարբերակ չի։ Զանգի։ Լավ։ Լսի այդ քո դիզայները ինչ գժոտ դեմք է, բրուտալ ու միաժամանակ շատ նուրբ ճաշակով։ Ուզում եմ այն մյուս հարցերում էլ իրան ներգրավում։ Լավ է, հետո կխոսակ։ Լսի հարսանեկան շորը ընտրեցինք, պապան ասաց փողը դու ես տալու, նենց որ փոխանցի։ 9 միլիոն 500 հազար։ Վայ մամա սրտաբանական ես ինչ թվեր եք կրակում։ Розали Джан, у меня из рук все приходит. Паркет, плиндус, подоконник, крант, газовый коца. Если, например, гаджу упал и кафель угол улетел, это я. Розали? Արեքե, ես եկել ես։ Ոնց, դուք հայերեն գիտեք, ես գիտեմ դուք ռուս եք։ Ես էլ գիտեմ դուք եք ռուս։ Երևի նման եմ ռուսին, հա։ Չէ, ռուսերեն ես լավ խոսում։ Սրանք ինքներ ուծել է պարտացիեղի ձերակ, ինքը իմ նշանածն է։ Ռոզալի, ինչ ես տնից դուրս եկել։ Տունը ուտելու բան չկար, գնացել էի առնեի։ Քեզ փող որտեղից։ Վերոնք ինձ այդ ճանապարհորդությանը դատարկ ձեռքով չեն ուղարկել։ Travel card-ով։ Դե արի տեղ ենք գնում։ Ես քեզ Ռոզալի։ Հիմա գնանք կարաոկե քեզ ծանոթացնեմ իմ ընկերների հետ։ Արեքե, ինչ ես ինձ այս ծաղիկները տալիս։ Դե որովհետև տղամարդիկ կանանց ծաղիկներ են լրիվ։ Իսկ ինչի են տղամարդիկ կանանց ծաղիկներ դեպիրում։ Գիտես, երբեմն լինում են բայր, որ տղամարդը չի կարողանում խոսքեր գտնի, որոնք ճիշտ կարտահայտեն իր զգացմունքը կնոջ նկատմամբ։ Իսկ ծաղկեփոջը, որ նվիրում ես, ծաղիկները քո փոխարեն ամեն ինչ ասում են։ Վայ, վեստիբուլար միկրոսխեմը սպտտվեց։ Ոյոտեմ ես սիմուլատիվ թմբիկները։ Մենք ունենք սինթետիկ հորմոնի առաջին արտադրության դեպքը։ Այնայք այստեղ։ Դոֆամին, երջանկության հորմոն։ Ճիշտ է դեռ չնչին չափով է մոտ 1.5 միլիգրամ, բայց պրոցեսը սկսել է։ Իսկ ինչն է պատճառ դարձել։ Տեսեք, Ռոզալին է ռոցանցը պատկերը գեներացրել։ Աչքի Սարաքել Գոնեցյանը մեր Ռոզալիին առաջին անգամ ծաղիկ է նվիրել։ Ու աչքիս հենց Ռոզալիի քարտով էլ վճարել է։ Ես էլ նոր բան է։ Հարսի քարտով հարսին լավություն անելը։ Իսկ այդ կրիպտոներով կարեմ դրսից ավտո բերենք, ստեղ թանգով ծախենք։ Դե հիմա փորձում եմ ինտեգրել մեր ֆինանսական համակարգի մեջ։ Բարդ բան է, եկեք ուրիշ բաների մասին խոսենք։ Արտակ, իսկ շուկայի վրա շատ ազդեց FTX կրիպտոբորսայի սննկանալը։ Հա, իհարկե։ Binance-ի կողմից տոկենների վաճառքն էլ իր հերթին բերեց գնի փլուզման։ Հա, ամեն ինչ ճիշտ է։ Բայց կրիպտոյի մասին խոսելը ձանձրալի է։ Ուրիշ թեմայով խոսենք, հա։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։
ճապոնական պոեզիայով։ Ցոմա օ մետորաբա սայի տակետե միմի ուրուվաշիկու նասակե արու Տոմա օ էրոբաբա շոու յոմիտե Ռիկոբունո քեոկի շիբու նանիցու Սա ճապոնացի բանաստեղծ ուսանոտեկանի ամենահայտնի կուրսն է։ Վայ, մամա, ուսանոտեկան։ Դե Ռոզալին 2 տարի Տոկիոյում է չէ ծառայել, Հուրի Սանի մոտ։ Հա։ Գանջ, քեզ 2 րոպեով կարելի է։ Հա, իհարկե։ Կներեք։ Էլ ինչի մասին խոսենք։ Գանջ։ Հիմա ճիշտն ասա, ով այս աղջիկը։ Ասաց էլի ինգերվիս է։ Բայց ես լսել եմ, որ դու ընկերություն ես անում Լիկյոր Շահինի աղջկա հետ։ Հա, ինքը ինձ Լիկյոր Շահինի աղջիկն է։ Ուրեմն հաստատ այստեղ ինչ-որ բան են չի։ Քո մոտ հարց չի առաջանում Գոնջ։ Ինչի է շատ սիրում այլանդակ խելացի հետնել Լիկյոր Շահինի աղջիկը քո հետ ընկերություն անում։ Ինչի։ Չգիտեմ, ասենք ինչ-որ մեկի հետ գրազ է եկել։ Կամ իրանց ընտանիքը կանիբալներ են ու որոշել են քեզ ուտեն վերջում։ Իսկ մտքով չի անցա, Արտորինքին զուգակի սիրում է։ Գոնջ ախոր պես։ Քո ինչն է սիրում։ Ստերդ, պարտքերդ, թե գիշերվա խռռոցներդ։ Երկնքից իջի ապեր։ Դու այն տղեն չես ում կարելի է ուղղակի սիրահարվել։ Չգիտեմ ես ամեն ինչի համար ես կազմակերպել, նպատակը որն է։ Բայց ես ցանկություն չունեմ մասնակցել այս ֆարսին։ Գնալ ես անկեղծությանս համար։ Այո, Գոնջ։ Ես դու դավաճանում ես մեր Միլոշի։ Վազվրոտ ջան, ինքը բանա Կարող են ռուս ստրիպտիզի ուշանավոր կարաոկետ ուզում անի։ աղբեր ես, տոչներ ծակել ես։ Որ ստրիպտիզում ապարում։ Դե ինքը այդքան էլ ստրիպտիզոր շատ չի, ինքը ավելի շատ երգչուհի է։ Էլի խապում ես դու Գոնջ։ Դու չես ջոգել, որ վազվրատ ռազին խապելն անանարա։ Ես մեկը ամեն ինչ իմանալու եմ։ Ու այդ ժամանակ քո վիճակը շուտ վատ տա լինելու։ Այնպես ուզում եմ անունը թողնել Կես գիշերային ավազի վրա Լավ։ Լսիլը, Գոնջ, դու Միլոշի հետ հարաբերությունների որ փորում ես։ Այսինքն Դե ասենք փողոցով քայլելուց հենց մենակ ձեռն ես բռնում, թե արդեն ձեռդ վզով գցում խեղդում ես։ Կամ ասենք կաֆե նստելուց արդեն կուպե եք նստում, թե նամուսի մեջ օփշան։ բայց այդ ինչի դա պետք։ Գործի համար է պետք։ Զալի ձևավորումով ուզում եմ օգնեմ Միլոշին, ուզում եմ իր կերպարը ավելի լավ հասկանայի։ Ասենք օջախի ու TikTok-ի հարաբերակցությունը ջոգեի։ Լավ, դե ես գնամ։ Դել փողի մասին մի մոռացի, վաղը էլի մեզ տալու։ Այնպես ուզում եմ անունը թողնել Կես գիշերային ավազի վրա Որնալու սաբացին արտացորված Լինի ծողերում
քեզ թեկու սերվիս Կոնեմ մի քիչ քեզ մոց կամ ես կուզեմ մի պահ լռեմ Միայն գրված անունիդ նայեմ Մի կողմս արև են կողմս լուսին Անունը դել գիշերային նամազին Սապարցին Արտած հորված Ինից հողերում Ռոզալի, ինչի որոշեցիր երգես այդ երգը։ Որ քեզ օգնեմ։ Ձեր ամբողջ խոսակցությունը հասկացա ձեր շրթունքների շարժումներից։ Հասկացա, որ դու նրան ասում ես, որ ես երգչուհի եմ, ես երգեցի, որ դու կարողանաս նրանից իրականությունը թաքցնել։ Իսկ ինչ են մարդիկ իրար խաբում։ Դե աշխարհն ա տենց։ Պետք է խաբես, էլի։ Աշխարհի հիմքում ընկած են մաթեմատիկական սկզբունքները։ Իսկ մաթեմատիկայում անհնար է ստել։ Դա միակ բանն է այս աշխարհում, որի ժամանակ սուտը անհնար է։ 2 անգամ 2 միշտ 4 է։ Ոչ միշտ։ Ոնց թե։ Դե տես օրինակ ասենք կլետի հաշիվ ես գրում, 2 անգամ 2-ը գիտես ինչ թվեր կարա լինի։ Բայց ինչի համար։ Դե ոնց ասեմ, պետք է խաբես, որ քո ուզածին հասնես։ Օրինակ տես, ասենք ուզում ես Գերմանիայից ավտո բերես, ծախես, փող աշխատես, ապրես։ 10 տարվա ավտոյա, քշածա 200,000 կիլոմետր ու ոչ մեկ չի ուզում առնի։ Այդ ժամանակ սպիդոմետրը հետ ես տալիս ու դարձնում ես 60,000 կիլոմետր։ Հաջորդ օրվանից քո ուզած գնով ծախում ես։ Ու այն քո մաթեմատիկան էլ ոչ մեկին չի օգնում։ Ոնց չի օգնում։ Պարզ հաշվարկը թույլ է տալիս բռնել սուտը։ 10 տարին դա 3650 օր է։ Եթե մենք 60,000-ը բաժանում ենք օրերի քանակին, ստացվում է 16,4 կիլոմետր օրեկան։ Իսկ գերմանական մեքենան միջին վիճակագրականով անցնում է 39,6 կիլոմետր։ Սուտը բռնվեց։ Վայ մերնեմ ենք քո միամիտ օպերատիվ վերլուծական համակարգին։ Ուրեմն նայ, սպիդոմետրից հետո գալիս է երկրորդ, ամենաբոմբ սուտը։ Բժշկի ավտո էր։ Առավոտը գնում էր գործի, իրիկունը գալիս էր տուն, ու կլինիկան հենց տան կողքն էր։ Իսկ եթե Մինչև դու եթե երկրորդ հետևից գալիս է երրորդ սուտը, ապեջ, այս ավտոն իմ համար է բերել, պրոստը բապայի օպերացիի փողից էր պակասում, դրա համար է ծաղկում եմ։ Ու տե կոնտրոլնի գոլովու շնից ծնված եմ, թե խախում եմ։ բայց շունը չի կարող մարդ ծնունդա բերել։ Դե դու պատկերացրա ինչ անկեղծ է այդ մարդը։ Այսինքն Ցանկացած րոպեին ինձ կարող են խաբել։ Րոպե շատ ես ասում, Ռոզիկ ջան, ամեն վարքյան կարան քեզ խաբեն։ Կարևորը էս կյանքում էն է, որ դու հասկանաս, թե որ պահին են քեզ խաբում։ Կսովորացնես ինձ։ Հա, դրան մի հատ շատ լավ ձև կա։ Պարոն Մարաշլյան, Ռոզալին ներբեռնեց կատարյալ պոկեր եւ բլեֆ անելու նուրբ արվեստը գրքերը։ Հետաքրքիր շրջադարձ է։ Մենք հիմա գրված ունենանք սինթետիկ հորմոններու լուրջ արգացություն։ Ադրենալինի արտադրությունը սկսել եւ աննախադեպ հասել է 130%-ի։ Սա պետք է նշել։ Joy will take you further. Ինչը թարգմանաբար նշանակում է process-ից հաճույք ստանալը ավելի մեծ հաջողություններ կբերի։ Գաղտնիքը մենակ դրանում է։ Ու հավանականության տեսության օգտագործումը։ Դա իմ հաղթանակների հավանականությունը դարձնում է 98%։
98%։ Կարող եմ մի քիչ թուլացնել։ Չէ, ինչ թուլացնել։ Հագտվի տեղ են գնում։ Պրոֆեսոր դուք հանճար եք։ Ուղղակի հանճար։ Ոչ, սիրելիներս, սա թիմային աշխատանքի արդյունք է։ Պարոն Մարաշլյան, չլինեիք դուք ոչ մի թիմային աշխատանք էլ չէ։ Ձեր կենաց։ Պարոն Մարաշլյան, Ռոզալին ներբեռնել է Հայաստանի կազինոների ցանկն ու հասցեները։ Ինչու համար։ Ինչի համար պետք է ներբեռնի։ Աչքից գնում են կազինո։ Բայց ադիկը լավ չի։ Իհարկե լավ չէ։ Ռոզալին խաղամոլ դարձավ, ստեղ ինչկա չկա ծախելու է խաղ։ Ինչպես կակնեցնել իրենց։ Պետք է շեղել նրանց։ Ինչպես։ Պետք է միացնել ինտիմ հարաբերությունների ֆունկցիան։ Գոնջ։ Ես հասկացա դու այն ժամանակ ինչ նկատի ունեի։ Ինչ նկատի ունեի։ Դե Ապոլոն, Ցիրանները։ Ու Չհասկացար տմբլդող։ Տիեզերը գնացիդ վերցրու։ Արի Ցիրան հավաքելու։ Ծաղդ կարում ես խոսաս։ Գոնջ, ձենդ ինչի է դրակած, հոբան չի պատահել։ Ապեր սաղ գիշեր ամուսնական պարտքս եմ կատարել։ Բայց դուք դեռ ամուսնացած էլ չեք։ Ես էլ եմ զարմանում։ Այսքան պարտք որտեղից է կուտակվել։ Գոնջ, աչքից չես ձգում։ Ուզում ես ասեմ մի քիչ թուլացնեմ։ Իսկ եթե հնարավոր է։ Իհարկե, այդ ֆունկցիան հեռախոսի զանգի ձայնի նման է։ Տոկոսներով կարող ես իջացնել։ Ինչքանով ասեմ իջացնեն, 10-ով, 20-ով։ 60։ Չէ, ավելի ճիշտ 80։ Ապեր դրեք 90 էլի։ Այս գիշեր Վագրը փախչել է իր վանդակից։ Ապեր դրեք վիբրացիայի վրա, հետո կջոգենք։ Լավ է, սակայն։ Չար Վագրիկին պատիժը սպասում։ Ինչ ահա։ Հեչ, կծերն էի ստուգում։ Առաքել։ Իմ օպերատիվ հիշողությունը հուշում է ինձ, որ երեք մենք պետք է տեղ գնանք։ Վայ կծեմ են օպերատիվ հիշողությունը։
պիտի պտտես։ Ես ինչքան աստղ կա երկրքում։ Մաման աստղադի տարա։ Բայց այսօրվա գլխավոր աստղը դու ես։ Որովհետև ես կազինոյում գումար եմ վաստակել։ Չէ։ Գիտես այսօր կազինոյում մարդիկ ինձ մի տեսակ նախանձով են նայում։ Ես երբեք տենց բան չեմ զգացել, որ իմ կողքը աշխարհի համար մեկ կինն է։ Այդ աննկարագրելի զգացողությունը։ Կարելի է քեզ համբուրել։ Աստորեն ճիշտ են ասել, որ կայֆերը եկել քեզ կերել են։ Կազինո, աղջիկներ։ Լիքյուր Շայնովիչ, Շայն լիքյուր, քուրս է։ Բա միջև հիմա ինչի չէինք տեսել։ Դե, իքը, մամայի մոտ էր, Ամերիկա, դե մաման Ամերիկա, չէ, բան, Միչիգան, երեկունն է եկե։ Hello, my name is Rosalie. I'm Arakel's sister. I'm from Michigan. Կանչարով ջան։ Ես փաստորեն դուք այդքան լիբերալ ընտանիք եք, որ քրոջդ հետ գնում ես կասինո։ Դե ուղղակի Ես խնդրեցի։ Քունս չէր տանում ջեթլագի մեջ եմ։ Ասեցի տար ձեր բեգասը ցույց տուր։ Գիտեք ված չէր։ Թույն տժացինք, նենց բոց դեմքեր կային։ Կարող է բարձրանանք վերև մի 100 գրամ Johnny Walker ծեփենք։ Չէ, Ռոզալի ջան, չէ, դուք գնացեք ջեթլագից դուրս եկեք։ Մենք դուք կհանդիպենք։ Առայժմ։ Johnny Walker ծեփենք։ Ժամանակակից, խելացի, նորարար և խնայող, իտալական Արիստոն գազի կաթսաներ և ջրատաքացուցիչներ։ Արիստոն և Դոմուս, ձեր հարմարավետության երաշխիքը։ Էդ որտեղից գիտես։ Ուրին միացրեց լկստված աղջիկ Ամերիկայից ծրագիրը։ Իսկ ինչու են։ Գարունը նոր գույն ունի։ Fast Bank-ի և Visa-ի համատեղ նոր խաղարկություն, որտեղ կարող ես շահել 10 հատ 500,000 դրամներից մեկը։ Մարդուն ասացիր, որ ես քո քուրն եմ։ Որովհետև մի ամսից ես ամուսնանում եմ այդ մարդու աղջկա հետ։ Ու եթե ինքը իմանար իմ Ապոլոնի ու քո լուսնի մասին, այդ կլիներ Хьюстон, мы падаем, у нас проблема. Хьюстон, мы падаем, Хьюстон. Ուլը հարց է ինձ հավատաս թե չէ։ Իսկ որ ամուսնանաս։ Գնալու ես այդ աղջկա հետ ապրես ու մենք էլ երբեք չենք տեսնելու իրար։ Իսկ մենք չենք կարող երեքով ապրել։ Հասկացանք, որ Եվրոպա ենք գնում, չասեցինք կոնկրետ Շվեդիա։ Ռոզալի, ես ճիշտ եմ հասկանում, որ դու չես ուզում ինձանից բաժանվել։ Ճիշտ ես հասկանում։ Իսկ ես չեմ հասկանում, թե ինչու քո կողքին ինձ այդ տարօրինակ բաներ են սկսել կատարվել։ Ես փոխվել եմ։ Օրինակ հիմա ես անտանելի ուժեղ ուզում եմ
վերցնել այս հարցանիքը ու տալ գլխիդ։ Դա պարադոքս է։ Ինչ է պատահել։ Ինչ կդարվի։ Այս պահին Ռոզալի մոտ արտադրվում են գրեթե բոլոր հորմոնները՝ ադրենալին, կորտիզոլ, էստրոգեն, դոֆամին, սերոտոնին։ Oh my God! Բացի այդ Ռոզալիի նեյրոցանցը պատկեր է գեներացրել։ Այ այս պատկերը հիմա արտացոլում է Ռոզալիի գլխավոր ցանկությունը։ Պետք է ժամանակավորապես անչադենք Ռոզալին։ Ոչինչ անել պետք չէ։ Եթե դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ինչ։ Ռոզալին խանդում է։ Երբ միաժամանակ համոզում ես սպանել նրան համ կրկել, դա խանդն է։ Թեթևացար մի քիչ։ Այո։ Էլ չեմ ուզում գլուխը ջարդեմ։ Ընդհակառակ։ Ծիրանները։ Անհասկանալի բան տեղի ունեցավ։ Մենք անջատել ենք ինտիմ հարաբերությունների ֆունկցիան, բայց ինքն իրեն միացավ։ Սերը ֆունկցիա չի ճանաչում։ Իսկ դա նշանակում է, որ Ռոզալին իսկական կին է դարձել։ Շնորհավորում եմ ձեզ, պրոֆեսոր։ Վագրիկը գալիս այծիկին բռնի։ Բայց ինչ մոմենտ է որ։ Լրիվ ուրիշ մոմենտ է, Հազրաթ ջան, փորձ էինք անում։ Ինչ փորձ։ Բանը կարոկեի համար երեխու ծնոտի պատվեր ենք վերցրել, կենդանիներով ներկայացում ենք անում։ Ես վագրն, ինքն էլ այծիկ էլի։ Ինձ էլ վերցրեք, ես էլ կլինեմ հիշում։ Ինչի։ Ֆակտը շիտեր ես դրել ինձ։ Լավ, այդ արվեստը մի կողմ։ Լսել եմ կազինոյում լավ փող ես կրել։ Հա, Հազրաթ ջան, սպասում էի լույսը բացվի, բերեի պարտքս տայի։ Ուղղակի դիզնի շուտ է կար, կակրաշ չեմ ծախսի։ Բայց իմ պարտքը այսքան չէր։ Ես էլ նրա համար, որ ես հենց նոր դարձա քո ինֆորմացիոն հովանավորը։ Այդ օրնա։ Պետք է նա, որ ես ամեն ինչ կանեմ, որ ես ինֆորմացիան չհասնեմ դեպի Շահենին։ Բայց Միլոշը սրան արժանի չէր։ Դիմակդ կփոխես։ Կգնաս քո բերանով, Միլոշից ատկաս կգաս։ Ու հիշի, դու վագր չես, դու նապաստակ ես։ Աղբերս։ Տարօրինակ անձնավորությունը հելավ դեմս, սպիտակ շլապով, Լուի Վիտո բարսետքով ու Եղվարդի բոթասներով։ Այդտեղ չեմ իմացա, ասում եմ եղբայր, հենց տպավորությունը, որ այդ ցիրկը քո պատճառով չի բացվում, ծաղրածուները հագնելու բան չունի։ Լավ, բաժակը չորացել է ոնց որ, նայենք։ Մի հատ մեծ չար նապաստակ եմ տեսնում։ Ասմա գալու է իրա ոտքով ատկազն։ Բայց այդ ինչ է նշանակում։ Կգա հասկանում։ Ձեր զրույցը բարի լույսով կտրեմ։ Բարև ձեզ։ Ես մեր ծառի տակ նոր նապաստակ հայտնվել, հա։ Ավելի շատ գայել, բայց ուրիշների ծառերը հարգող գայել։ Դե որովհետև մենք արդեն մի նապաստակ ունենք, մեծ, անգուստ ցեղատեսակի։ Ու որ ռամսերը չխառնվի, ես ձեզ շատ լավ հասկացա։ Ու ասեմ, որ մանկուց նենց դաստիարակություն եմ ստացել, որ զեբրի գծերը վագրի պալոսկեքի հետ հանկարծ չշփոթեմ։ Շատ հաճելի է, որ մեր էսեքիաթում քթածակով գայլ է հայտնվել։
Շահեն, Շատ հաճելի է։ Ռազմիկ։ Ռազմիկ ջան, մենք հետո իհարկե կնստենք, մանրամասն կզրուցենք։ Հիմա ես մի փոքր շտապում եմ։ Բագրը նապաստակի հետ մի փոքր խնդիր ունի լուծելու։ Իսկ կարա գայլը խառնվի։ Դա սուկու բվա։ Բագրի նեղանձնական գործն է։ Ռազմիկ, բայց Վագրը նապաստակի հետ ինչ գործ կարա ունենա։ Այնպես ուզում եմ Ռոզալի գրեմ Կեզ գիշերային ավազի վրա Նա 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 Հոպ հեյ Աղա Շահեն Աղվանովիչ Հələ իջի ներքև խոսալու բան կա։ Ինչ ա եղել որ Քո բան չի պատահել Շահեն Աղվանովիչ Պատահել է Գոնչո ջան, պատահել է։ Գիտես, երբ որ ես ջահել էի, 30 տարի առաջ, են որ տրամվի գծերը դեռ կար, են որ պիցան ճոխություններ, են որ ոտով մասիվ ավելի շուտ էինք հասնում, քան տրոլեյբուսով։ Այ այդ երանելի ժամանակներում ասենք աղջիկ ես հավանել, չէ՞։ Պետք գնայիր այդ աղջկա քուչեն, այդ քուչի տաղեկին պետք տենայիր, հետո աղբորը պետք տենայիր։ Այ հիմա ես եկել եմ իմ հավանած աղջկա աղբորը տենամ։ Ամեն շենքից աղջիկ եք հավանել, ում։ Ասենք, ում կհավանեի։ Մեր 7-րդ հարգի նարատյային, աղբերն են Հակոբ ջան, կակրաս հրաժեշտ ա տվել, ճամփեն բացա։ Թե նարատյան չի։ Ռոզալին։ Չէ։ Սպասի, սաղ ընդունում եմ ու սաղ հասկանում եմ, բայց ուզում եմ իմանաս, որ ես լուրջ եմ տրամադրված, բայց եթե ամեն ինչ փոխադարձ եղավ ու պսակվեցինք, շատ աղաճճվելու, դու իմ փեսան լինելուց բացի, դառնում ես իմ աներձակը, քուրդ ավտոմատ դառնում ես զոքանչդ, իսկ երբ որ երեխեքն են ծնվում, այդ դեր սկսում է կվանտային ֆիզիկան, քու երեխու հորքուրի տղեն համել իրա քերենա, իմ աղջկա ապերիկը իրա մարդը քրոշ տղեն, բայց այդ ամեն ինչի մեջ մի հատ լավ բան կա, բամբասանքն է պատասում, ոնց վրան, իրար բարեկամ են դուրս կա։ Լավ, շատ առաջ ընկանք, արի դու բարեխոսի, այսօր Ռոզալիի հետ իմ ռեստորանում մի հատ ուժինոտ ընտրենք, ուտի կողմերը, եթե ամեն ինչ լավ լինի, մամային Միչիգան լավ լուր կուղարկենք։ Մաման Միչիգան։ Արաքել, ինչ-որ բան է պատահել։ Հա, դու մի ինչ-որ ժամանակ պիտի չերևաս։ Խոսքի վերադարձել ես Ամերիկա, բայց կգնաս զենոց մոտ, լաբորատորիա։ Արաքել, ինչ է կատարվում։ Աչքիս ապագաները սիրարվել է քեզ, ուզում եք քո հետ հանդիպի։ Բայց մենք ամեն ինչ պիտի անենք, որ խուսափենք այդ հանդիպումից։ Պրոբլեմը լուծելու լավագույն միջոցը խուսափելը չի։ Այլ պրոբլեմին ընդառաջ գնալն է։ Ես կհանդիպեմ նրա հետ։ Այդ բացառվում է, ես քեզ արգելում եմ։ Դու իմ ինչն ես, որ արգելում ես։ Ոչ եղբայրս ես, ոչ նշանածս։ Ոչ հորս կողմից ես բարեկամ, ոչ մորս։ Նույնիսկ մեր լաբորատորիայից չես։ Համեն, քո ուզածը կլինի։ Լիկոր Շահենի աղջկա հետ կամուսնանաս։ Լսի, դու իրա դեմ չես կարա։ Ինքը նենց մարդ է, որ քեզ ուտիլի տեղ կտանի կհանձնի այլովենի զավոդ։ Մի անհանգստացիր Արաքել։ Տենց կիլկեկն են կանցեր բա դարել։ Շատ հարմար։ Կարող է գնաս խոհարարին շնորհակալություն հայտնես մի 10-15 րոպեով։
Չէ, կարիքը չկա։ Ես հետո առանցին օձիվ կգրեմ։ Խմենք։ Ինչ կասեք մեր դուր գինու մասին։ Հիանալի գինի է։ Բույրի ցաղկեփնջում զգացվում են հատապտուղների վառ արտահայտված երանգները։ Բալ, թարմ ազնվամորի եւ մոշ, կան պղպեղային նոտաներ, որոնք շատ նուրբ ինտեգրված են փնջի մեջ։ Համը փափուկ է եւ միաժամանակ բարդ, փխրուն, թթվություն։ Համի մեջ արտահայտիչ զգացվում են թավշատանիներ։ Ընթացքում համի փնջի մեջ արթնանում են նաեւ մանուշակի, յասամանի եւ վանիլի երանգները։ Մաման գինե գործա։ Ամեն դեպքում ես գնամ այդ խոհարարներին անձամբ շնորհակալություն հայտնեմ, որտեղ օձիվը մի քիչ թուլոր տալ է։ Գինու մասին լավ ասացիր։ Իսկ ինչ կասես իմ մասին։ Ասեմ, որ դուք շատ հավատարիմ մարդ եք։ Եթե մեկին սիրում եք, երբեք չեք մոռանում նրան։ Նույնիսկ նրա մահից հետո։ Ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ ձեր հանգուցյալ կնոջը։ Կներեք իհարկե, որ այս ամենի մասին խոսում եմ։ Ուղղակի ուզում եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ մի հատ էլ բարև ձեզ։ Հո չխանգարեցի։ Մինուշ ջան, դու այսօր պիտի գնայի ռեստորանի ձևավորումը հաստատեիր, բայց ոնց տենում եմ լրիվ ուրիշ ռեստորան ես եկել։ Ինչ պիտի ստեղ հաստատեք։ Ինչ հեքիաթ կպատմես։ Ուղղակի մենք Պատմեմ, ապեր։ Դուք շատ եք սիրում ձեր կնոջը։ Իսկ սիրելիի կորեստի հետ անհնարհամ է կերպվել։ Այս գինու անվանումը դուք իզուր չեք ընտրել։ Դուր։ Այն շատ խոր է իմաստունի ձեզ համար։ Դուք փակել եք ձեր սրտի դուրը, որ ոչ ոք չհայտնվի այնտեղ եւ չզբաղեցնի ձեր սիրած կնոջ տեղը։ Բայց միևնույն ժամանակ փնտրում եք մեկին, ով կփոխարինի նրան։ Եվ այստեղ դուք մեծամասնության պես անում եք ամենամեծ սխալը։ Փորձում եք գտնել ամենալավին։ Իսկ իրականում պետք է փնտրեք հարազատ հոգու։ Միայն հարազատին կարելի է սիրել։ Եվ ամենակարևորը, բացեք ձեր սրտի դուռը։ Ուրեմն լինում է, չի լինում։ Մի հատ ստից մանուշակագույն վերնաշապիկով թմբլիկ նապաստակ է լինում։ Այս նապաստակը պետք է ճագարիկի հետ ամուսնանա, բայց սիրամարգի հետ խաղեր է տալիս։ Իսկ այս պարադշնի ու նրբանկատ գայլը տեսնում է այդ ամեն ինչը։ Նապաստակը գայլին խոսք է տալիս, որ կպատմի ամեն ինչ ճագարիկին, որ այդ ինֆորմացիան հանկարծ չթա հասնի ճագարիկի պապային, Վագրին։ Բայց արի ուտես, որ նապաստակը փորձում է գայլին խափի։ Նապաստակը չի ճոգում, որ գայլը կարա լյուբոյ տեղ գտնի նապաստակին։ Ու թող նապաստակը չհարցնի, ոնց։ Իսկ եթե հարցնի, GPS-ով։ Ու ամենակարևորը, այս պատմությունը, եթե երկար շարունակվի, չի բացառվում, որ բուրվերը նապաստակից չախոբիլի կսարքի։ Նապաստակի չախոբիլի, հիմա կասեմ կբերեմ։ Ռազմիկ, բայց գայլերը GPS-ով հեռախոսում են։ Շարունակվանը, վեճ ես արդեն գնում են։ Օրա, դուք ոնց եք քուրու աղբեր։ Ես ինչ ա պատահել, Շահենը ինչ գնաց։ Արաքել, ինչ ես կարծում մարդիկ ամենաշատը ինչից են վախենում։ Դե նայած, ես օրինակ կենտրոնի տան գներից եմ վախում։
Մարդիկ շատ հաճախ միմյանց խաբում են։ Վարպետացել են դրանում անասելի։ Ու ես մտածեցի, որ այդքանից հետո մարդ ամենաշատը պետք է վախենա ճշմարտությունից։ Ու ես ասեցի ճշմարտությունը։ Հա, Բաշահենխի գնաց։ Պապ, Եկար բանս։ պապ, ես քեզ հետ խոսելու բան ունեմ։ Արի։ Պապ, ես չեմ ուզում Գոնչի հետ ամուսնանալ։ Ես ուրիշին եմ սիրում։ Բարզա, առավոտվա գայլն է։ Պապ, ինքը գայլ չի, ինքը դիզայները։ Դիզայները, գայլը, հեչ կարևոր չի բանս։ Կարևորն են է, որ քոնը լինի, քեզ հարազատ մարդ լինի, որովհետև սիրում են հարազատին։ Ապրես, պապ ջան, ես գիտեի, որ դու ինձ կհասկանաս։ Ուզում ես տղերքին ասեմ այդ Գոնչին լախկեն։ Վայ, չէ, պապ։ Ուղղակի ես չգիտեմ իրան ոնց ասեմ։ Դու մի անհանգստացի բանս։ Ես կասեմ։ Տղերքին, որ լախկեն։ Պապ։ Ալո, լսում եմ, պարոն Մարաշլյան։ Ռոզալիի մեջ այս գիշեր մելատոնինի արդարացությունը սկսած է։ Իսկական մարդու պես քնացել է։ Հիանալի է, պարոն Մարաշլյան։ Ծատինյան, Ռոզալիին ետ կանչե։ Փորձարկումը ավարտված է։ Բայց մի ամիսը դեռ չի լրացել։ Ամիսը կապ չունի, մենք մեր ուզածին հասած ենք։ Ռոզալին իսկական գին է դարձած։ Մենք աննախադեպ արդյունքի ենք հասած Ծատինյան։ Մենք իսկական ջեղքում ենք կատարած ռոբոտաշինության մեջ, նոր թարաշրջան ենք սկսած։ Պետք է աշխարհին ներկայացնենք մեր Ռոզալիին։ Որ քեզ հետ մինչև վերջ անկեղծ չեմ եղել։ Դու արժանի ես ավելին, Միլենա։ Ախ, նապաստակայից ինչ լավ բան ասաց Ջագարիկին, պետքա գնալ Գայլուկին ու Վագրին էլ ասել։ Բարև Աջուն ջան։ Բարև ձեզ։ Ձեր Գոնչը ստեղ չի։ Չէ։ Զանգում եմ չի պատասխանում։ Նա դու զանգել է։ Ասա էքսաներդ այստեղ սպասում է քեզ։ Լավ, կզանգեմ։ Բալես։ Պապ Գոնչին էլ պետք չի տեսնել։ Ինքը զանգեց, ամեն ինչ ասեց։ Ամեն ինչ։ Հա, ասեց։ Ներողություն էլ խնդրեց։ Բալես։ Իսկ կարող է դրան եզրափակիչ մի հատ հումանիստական լախտիկ։ Բայց չէ, պապ, իրոք պետք չի։ Ինքը բարձվեց, պետքան էլ վատ մարդ չի։ Լավ, Բալես։ Գոնչին ատվոյ, մի հատ վիսկի։ Ես աղեկ եմ տակ իմ շողն ես դու, իմ արևն ես դու, պայծավու քեզ եմ ես զգտում, խնդքում եմ իսկույն շվարի, ինձ մի այրի, խետ շոքին անձրևն ես
կենարա Երազել եմ քեզ սպասել երկար դու վերջապես եկա Էլի է սաղ կեփունջը Չէ, այս գրազանին տվեք։ Ռոկետ լայնով եք վճարելու Իհարկե, մենք էլ մեզ մեկ թույլ տանք ավելին։ Ռոզ Ռոզ Ռոզի Ալո Ծად Ռոզալին չկա։ Ռոզալին մեզ մոտ է, մենք նրան հետ ենք կանչել։ Փորձարկումն ավարտված է։ Բայց հələ մի ամիսը չի անցել։ Բայց մենք ինչ անենք, որ քո շնորհիվ փորձարկումը սենց արագ ու տպավորիչ ստացվեց։ Ինչի համար քեզ շնորհակալ ենք։ Բայց ես իրան հրաժեշտ չեմ տվել։ Մեր պայմանագրում տենց կետ չկար, Գոնչ ջան։ Ծად, մի հատ խնդրանք ունեմ։ Այսքան բան եմ արել ձեր համար։ Դուք էլ ինձ ընդառաջեք։ Կարող եմ ես վերջին անգամ հանդիպել Ռոզալիին։ Ընդամենը մի հանդիպում։ Ինձ այդ շատ է պետք։ Իմ հորմոններն էլ հո սինթետիկ չեն։ Սենց ավարտը իմ համար շատ անընդունելի է։ Լավ կընթառաջենք քեզ։ Բայց երկու պայման կա։ Դու պետք է մեկ ընդմիշտ մոռանաս Ռոզալիին։ Եվ երկրորդը կհանդիպեք այն վայրում, որտեղ որ մենք կասենք։ Անվտանգությունից ելնելով։ Համաձայն եմ։ Երբ ասես ոնց ասես։ Ես իր համար պատրաստ եմ հասնել աշխարհի ծերը։ Ծად մի հատ էլ խնդրանք էլի։ Կարա այդ օրը ինքը սպիտակ շորիկով լինի։ Լավ։ Ռոմանտիկ ֆուշլամիցիկ։ Ուզեցիք Ռոզալին մարդ դարձնել, այդ Արաքելը մարդ դարձավ։ Ռոզալի, մեզ մի ժամ ժամանակ է տվել, դրա համար միանգամից կասեմ ամենակարևորը։ Արի փախնենք։ Ես ամեն ինչ կազմակերպել եմ։ Փախնենք, մի հատ փոքր իտալական եկեղեցում կնշանվենք, հետո Սպասի Արեգ։ Մենք չենք կարող փախնել։ Առավել եւս նշանվել։ Ինչի։ Որովհետև ես իսկական կին չեմ։ Չես խոսում։ Ես քեզանից ավելի իսկականին չեմ ճանաչում։ Արաքել, մոռացիր դա։ Ես գիտեմ, որ իսկական չեմ։ Ես չեմ կարող երեխա ունենալ, ու մենք լիարժեք ընտանիք մեկ էլ չենք լինի։ Իսկ իմ մարդկային հատկությունները, որ ես ունեմ, քո շնորհիվ է։ Ու ես շնորհակալ եմ քեզ դրա համար։ Քո շնորհիվ ես սովորեցի սիրել, խանդել, կարոտել, ապրումներ ունենալ, տխրել։ Սա ինչ է։ Դու լացում ես։ Լացել։ Դու առաջին տղամարդն ես իմ կյանքի։ Ես երբեք չեմ մոռանա քեզ։ Եթե իհարկե թույլ տա իմ օպերատիվ հիշողության համակարգ։ Ռոզալի, բայց Ոչ Արաքել։ Ես իրան արդեն անջատել եմ։ Ծատ։ Կարաս իզուր չտանջվես։ Այ ալյումինամոլ։ Ովքեր են այս մարդիկ։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ Ռոզալին լիքը ուզողներ ունի։ Եկել են ապրանքը տանել։ Իսկ Մարաշյանը տեղյակ է այս ամեն ինչի մասին։
Իսկ թվում է Մարաշլյանը դեմ կլիներ, որ ես մի $10 միլիոն փող աշխատեի։ Նենց որ ես իրան Դուբայից անպայման կզանգեմ ու տեղյակ կպահեմ։ Իա, ու քեզ սոմա ես բերանս փակելու եմ ու նստեմ։ Դու որ ուզենաս ոչ մի բան չես կարող անես։ Այս սրսկումից հետո դու չես մեռնի, բայց կապրես բանջարաբոստանային կուլտուրայի պես։ Մոտիկ չկաք Ռոզալի։ Հələ հետ գնացեք։ Սաղիթ կցավորեմ։ Ուրեմն հաթաթ կթաղեմ սաղիթ։ Իշտը կշվացնեք։ Արա գոնջ։ Ոնց որ հյուրեր ունենք, հա։ Ես նոր ներկայացման պատվեր ես վերցրել Դարտանյանը եւ կասկածելի հրացանակիրները։ Բայց ոնց կթակ վազրատ։ Զորասին GPS-ը։ Արսի շորի փողն։ Իմ արսի շորի փողը ես պետք։ Բաշվել պտել մտել հոչի։ Վազրատ ջան, որ ես գիշեմ լիկյորի աղջկա հետ մինչև հարսանիքը կարմիր գծեր անցնեմ։ Սաղ մաքուրով օջախի սահմանազատման մեջ է։ Երբ։ Ո, պապե, ասում չի եղել։ Լավ։ Իրանք քանի դավին չենք երել։ Անհնար է։ Ոնց դու միացա։ Ռոզալի։ Տանշուտ։ Իմ այս աղջիկը երկչույի, հա, ստրիպսիզոր, շատ է նինջա։ Ռոզալի, եթե դու հիմա չանես իմ ասածները, ես կսպանեմ գոնջի։ Ես կատակ չեմ անում։ Այդ ձեզ էլ է վերաբերում։ Զենքերը ցած դրեք։ Դու պետք է գնաս իրանց հետ ու գոնջը ողջ կմնա։ Ռոզալի դու ոչ մի տեղ չես գնա։ Ռոզալի չէ։
Ժնևի կոնֆերանսին ենք։ Բոլորը խենթեցած են։ Չեն դրնան համադալ այս բանին։ Մարդ չգրծավ, մենք գրծանք։ Sensation։ Բայց հիմա ավելի կոնկրետ բանի անցնենք։ Ըստ բոլորի հաշվարկներուն պետք է անունը լա Ռոմելիա։ Robotic modification estimated as linked individual addition։ Աներ հայրիկ, մի հատ է ձեր Ժնևի կոնֆերանսով աչք քաշեք կանգնեք։ Այս երեխաունը իրա պապան է դնելու, իրա մամայի պապա անունով, Ազնիվ Առաքելի Գոնեցյան։ Այս երեխան սիրուց է լույս աշխարհ գալի, ոչ թե ձեր լաբորատորիայում։ Բայց փոքրիկին հիմքը ամեն մարակայի անդրոիդ է։ Այդ իմ համար խնդիր չի։ Տղուց տղա է ծնվում, լավ տղուց անդրոիդ։ Մեր ամբողջ classification-ը խառնեցիր։ Post-Fuflamicin։ Մարաշլանձա, ուրեմն իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Երեխու պապանա որոշելու ինչ անունա գրվում ծննդականի մեջ։ Հաջողություն։ Ինչ ասի Ռոզալի Մարաշլյանը մնա։ Պապան ծննդական։ Մարտամի մի շոտ, որ պարեն գժով, մեկ ապողին փող չենք ասում։ Մարտամի մի զանգ, ձևատուն չգան, մեզ պայենք ինչպես Պեգասում։ Կյանքը կարճաս, այնց էլ մանա լավա, դեպարի կեզ դատուր հավեսով, շուշ բոլորըդ հրապուխու լավա, սուխը հանելա ոտերում ես այսօր։ Ոչ որ պիտը բաղջի, արա ինչ որ կողել կին պչի, սերը կողել կին բանը չի, խարականա չի։ Holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy, 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 holy Pace, holy, 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 holy Pace, holy, 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 holy Pace, hands holy Pace, պոչը պիտի պտտես, սերը ինչ է ինչ, հաղորիշ ոչինչ, դու կսրտին չես թելադրի, մարդ չգետի ում, սիրի ես կյանքում, արի կեզ էլ մի մեղադրի, կյանքը կարճաս, այս էլ մնա լավա, դեպարի կեզ դատուր հավեսով, շուրջ բոլորըդ հրապուխու լավա, սուխը հանելա ոտերում ես այսօր։ Ոչ որ պիտը բաղջի, արա ինչ որ կողել կին պչի, սերը կողել կին բանը չի, խարականա չի։ Holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy Pace, holy, holy, holy Pace, holy Pace, պոչը պիտի պտտես, holy, 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 holy Pace, holy, 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 holy Pace, holy, 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 holy Pace, hands holy Pace, պոչը պիտի պտտես, holy, 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 holy Pace, holy, 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 hands holy Pace, holy, 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 holy Pace, hands holy Pace, պոչը պիտի պտտես։ Այնպես ուզում եմ անունը թողնել քեզ գիշերային ավազի վրա որ նա լուսապացին արտացորված լինի ցողերում լինի ցողերում Այնպես ուզում եմ անունը թողնել ես Ուզում եմ ձայնս հասցնել քեզ Թե քո սերվից Կոնեմ մի քիչ քեզ մոտ կամ ես Կուզեմ մի պահ լռեմ
Միայն գրված անունիդ նայեմ Մի կողմս արև են կողմս լուսին Անունը տել գիշերային ավազի Սապած